Ինչպես ես դադարեցի վախենալ գիշերներից, երբ գիտեի, որ պարկելուն հաջորդելու է ոչ թե ամորքունը, այլ ժամերով ժամացույցի տկտկոց լսելը, ու վաղվա կարևոր գործերը ձախողվելու են հերթական անգամ, որովհետև կրկին անքուն վիճակում միտքս և ուղեղս կանգնած է մնալու ամբողջ օրվա ընթացքում, ու անկողնում ամեն օր մի նոր դիրք ընդունելով, հույս, որ այս նոր դիրքը կքնեցնի, բայց միևնույն է, պանիկան ավելի էր մեծանում, քանի որ առավոտն արդեն մոտ է, բայց ես դեռ չեմ հասցրել աչք փակել։ Նման վիճակները ստիպում են փորձել ամեն ինչ, բայց ոչ մուխամոր։ Ես մտածում էի, որ ավելի լավ է ծանրացած գլխով անցկացնել ամբողջ օրը, քան փորձել մուխամոր, որովհետև կարմիր մուխամորի մասին միայն բացասական կարծիքներ էին հանդիպում։ Բայց երբ գիտական հետազոտությունների մասին մանրամասն ուսումնասիրեցի և նաև մասնակցեցի, սկսեցի չորացած վիճակում նրա միկրոչափաբաժինները օգտագործել։ Սկսեց քունս վերականգնվել առաջին 10-րդ օրվանից հետո։ Միկրոչափաբաժներով մուխամորի 3 ամսվա օգտագործման կուրսը ինձ մոռացնել տվեց այն, ինչ ես նկարագրեցի նոր։ Անգամ հիմա աղոտ եմ հիշում այն իրավիճակները, ինչը նկարագրեցի, ու դրանք ամբողջովին հիմա անցյալում են։ Ու ոչ միայն կախվածություն չառաջացրեց նրա օգտագործումը, այլ ազատեց այն կախվածություններից, որոնք ձեռք էի բերել անքնությունից ազատվելու հետևանքով։ Դուք անգիր գիտեք ձերը, կարծում եմ նշելն ավելորդ է։ Միակ վատ կողմն այն է, որ եղանակներից կախված լինում է դեպքեր, երբ ամիսներով հնարավոր չի լինում հայթայթել, իսկ քանի կա, օգտագործեք շանսը։